Պարոն Դանիելյան, փորձագետների եւ քննիչի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարվեցին մեքենայի ներսում, այդպես հետքերը, այսպես զննեցին։ Նաեւ հաջորդաբար ձեզ հրավիրել են հարցաքննության, իմի բերելով այս ամբողջ ընթացքը կխնդրենք ներկայացնեք։ Զննությունը ավարտվեց, դուք ասացիք, շատ մանրամասն չեմ կարող ասել։ Քննչական գործողությունները իրենց հավաստմամբ 100 պատշաճի կկատարվեն, կսպասենք արդյունքների։ Ես մի բան եմ ուզում ասեմ մեր հեռուստադիտողների համար, մեր հայրենակիցների համար, գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ տուժում են այս բեսպրիձելից, այս ամենաթողությունից, բայց կոնկրետ այս դեպքը բավական հարցեր է առաջացնում։ Սա նորից եմ կրկնում տիպիկ գողության դեպք չի, որովհետև նոր էլի հայտնաբերվեց մեքենայի մեջ իմ բանկային քարտը, հեռախոսս, այսինքն գողություն կատարող անձը պիտի որ նաև բանկային քարտը տաներ, հեռախոս տաներ, էլի ինչ որ արժեքավոր բաներ կար, որոնք որ մեքենայի մեջ էին, դրանք մնացել են նույնությամբ։ Եվ սա բավականին հարցեր է առաջացնում, թե ի վերջո նպատակը որն է եղել, ինչ է եղել սրա նպատակը, այսինքն իմ կասկածները, իմ այն նախնական ինչ քննչական գործողությունները անելու այդ վարկածները մնում է ուժի մեջ, այսինքն սա ինչ որ անձի եւ անձանց կողմից ուղղորդված նպատակային արված հանցանք է, որը որ այն հանցանքների շարունակությունն է, որոնք որ չեն բացահայտվել, եւ այն հանցանքները, որ չեն բացահայտվել, ծնել են արդեն նոր հանցանքներ։ Հիմա վաղը միսօր այդ ամենաթողության հետևանքով ազատության մեջ հայտնված հանցագործները ուրիշ հաջորդ քայլը ինչ հանցագործություններ կկատարեն, դա մնում է իշխանությունների խղճին, այսինքն բացի թողի ամենաթողության մթնոլորտը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է եւ պատկան մարմինները իրենց պարտականությունը չեն կատարում, քաղաքացին ապահով չէ, ոչ միայն ես, այլ հազարավոր իմ նման մտածող մարդիկ, որոնք որ այս երկրի համար մտահոգ ցավացող մարդիկ են։ Այսքանը կարող եմ ասել, սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը, մեծ հույսեր չունեմ, որ մեղավորները կբացահայտվեն, կպատժվեն, բայց տեսնենք ինչ կլինի։ Պարոն Դանիելյան, քիչ առաջ ոստիկանության նոր բաժնի աշխատակցից հետաքրքրվեցինք, թե վերջին շրջանում արդյոք հենց այս տարածքում նման դեպքեր եղել են իրենց փորձից ելնելով, ասաց, որ գոնե վերջին 4 տարվա ընթացքում հենց այս հասցեում, այս տարածքում, այս նեղ տարածքում նման դեպք չի եղել։ Փաստացի ստացվում է, որ թիրախավորել են մեքենան միտումնավոր կերպով, ձեր մեքենան միտումնավոր կերպով, այլապես եթե ընդունենք, որ սա օրինաչափ երևույթ է կամ հանցագործությունը որպես այդպեսին տարածված է այս տարածքում, ապա գոնե վերջին շրջանում նման դեպքեր արձանագրած կլինեին հենց իրենք իրավապահները։ Հենց իմ ասածն էլ հենց այդ է։ Առաջին մեքենայի այրման փորձի հետ կապված, մեքենաների արգելակների հետ կապված, արդեն սա երրորդ դեպքն է, ինչ որ տեղի ունենում։ Հետևությունը թողում եմ մեր հայրենակիցներին, թող իրենք հետևություն անեն, հասկանան ի վերջո այս որ ասում են ապահով երկիր, մեր երկիրը ապահով երկիր է, մեր երկրում բռնապետական ռեժիմ չի, մեր երկրում խոսքի ազատություն կա, տեսնում եք ինչ է կատարվում։ Այն մարդիկ, որոնք որ իրենց կարծիքը հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում, այն մարդիկ, որոնք որ հանդես են գալիս եկեղեցու պաշտպանության դիրքերից, այդ մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկում իրենց պաշտպանության համար, իսկ հանցագործները, գողերը, մարդասպանները նոր նաև ես էի զրուցում այդ մարդիկ անգամ եթե բռնվում են շատ արագ ժամերի ընթացքում բաց են թողնվում։ Այն մարդիկ, որոնք կոնկրետ մեքենաների գողություն են անում,
հանցանք են կատարում, այդ մարդիկ հայտնվում են ազատության մեջ իրենց էլի այսպես ասած հակաօրինական գործողությունները շարունակում են։ Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրում ոչ տուրիստներ կգան, գիտեք որ վրացական պետհամարանիշերներով մեքենաներից էլ են բազմաթիվ գողություններ անում, Վրաստանի քաղաքացիներն են ահազանգել, բայց սա կրկնում եմ այդ դեպքը չի, սա լրիվ ուրիշ դեպք է, լրիվ ուրիշ ձեռագրով։ Լրիվ ուրիշ ձեռագրով ես ինչ որ ճոխացնելու, ավելին դարձնելու ցանկություն չունեմ, բայց այն պատկերը, որ տեսնում եմ, կրկնում եմ, եթե լիներ գողության միտում, այդ արժեքավոր իրերը չէին լինի մեքենայի մեջ։ Այսինքն, եթե մտել են, ջարդել են մեքենան, ապակիները մտել են մեքենայի ներս, ակնհայտ դրած է եղել այնտեղ բավականին թանկարժեք ուրեմն հեռախոսը, բանկային քարտ, այլ պարագաներ։ Ես նորից էլի մեկ անգամ եւս ուզում եմ մեր հայրենակիցներին, մեր սիրելի հայրենակիցներին ասել, որ այն մարդիկ, որոնք որ հույսեր ունեն, ակնկալիքներ ունեն, որ գիտեք ինչ, այս իշխանությունները չոր մի պահից սկսած արդեն կմտածեն այս երկրի պետության մասին, նման ակնկալիքներ չունենան։ Այս մարդիկ հանցավոր հանգործություններ են ցույց տալիս, այս մարդիկ ուղղորդումներ են անում, կոնկրետ, եթե պետք է ալնում, SMS գրելու, այս կամ այն մարդուն ճաղերի հետևում լինելու, իրենք պահը ձեռքից բաց չեն թողում։ Անում են եւ դրա վառ օրինակն էլ Նիկոլ Փաշինյանն է եւ մի ազգային բարերար հիմա Բաքվի բանտում է, մյուսին էլ տարան Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Այնինչ գողերը, հանցագործները ազատության մեջ են եւ սենց նման վարկագիծ են դրսևորում։ Քաղաքացին անպաշտպան է։ Այդ հսկայական միջոցները, որ դրվում են բարեկային ծառայության վրա, այդ միլիոնավոր դոլարները, որ դնում են, որ մի մարդն ապահով։ Խնդրում եմ շրջեք տարբեր թաղամասերով, հարցրեք մեր բնակիչներին, որ մեկն է անապահով զգում։ Որն է բարեկային ծառայության եւ ոստիկանության պարտականությունը, քաղաքացուն պաշտպանելը, բայց քաղաքացին անպաշտպան է։ Այդ հազարավոր ոստիկանները, որ կային Սամվել Կարապետյանի դատին, այդ ոստիկաններն ինչ են, հիմա կամ կառավարության կրկնում եմ, մասնաշենքի մոտ են, կամ ամառանոցում են, կամ ընդդիմադիրներին հետապնդելու գործողություններով են զբաղվում, զոհվածի ծնողներին քաշ քշելով, բռնի ուժ կիրառելով, եւ դրա համար իրենց պարտականությունները չեն կատարում։ Ես կրկնում եմ, այդ բարեկային ծառայությունը պետք է այս թաղերով բանը ամենօրյա ուրեմն ծառայություն աներ, այն տեսախցիկները, որ կան հիմա Փառք Աստծո, հազարավոր տեսախցիկներ կան մայրաքաղաքում եւ բակերում կան այդ տեսախցիկները եւ խանութներում կան եւ Փառք Աստծո, դրա խնդիրը չկա։ Այսօր գործին ընթացք տալու խնդիր կա։ Հասկանում եք։ Այս խնդիրը կա եւ այս խնդիրը չի լուծում իշխանությունը։ Այլ հարցերով է զբաղված, պետությունը քանդելով, պետության հիմքերը խարխլելով։ Այդ ամենամեծ ցավն է, այդ ամենամեծ մեր մտահոգությունը։ Հարցը ես էլ չեմ քավլից, ես նորից եմ կրկնում, չեմ ուզում իմ վրա ինչ-որ ուշադրություն կենտրոնացնեմ եւ այլ։ Եթե նման տիպի հանցագործություն չլիներ, ես սրա մասին շատ բան անելու ցանկություն, բայց ասում եմ, կրկնում եմ, իմ մեքենան 7-ից 8 անգամ արդեն թալանել են։ Հարցը թալանը չի, հարցը գիտեմ, որ կոնկրետ ինչ-որ դեպքի հետ կապված, այս կամ այն պահեստամասը տարել են։ Այդ հասկանալի կլինի, որ իրանք նյութական ակնկալիք են ունեցել, սա նյութականի հետ կապված որևէ մի աղերս չունի։ Այդ ամենամեծ խնդիրը այս պահի դրությամբ, խնդրեմը հենց այդ է։ Բայց եթե ինչ-որ մեկին թվում է, որ նման ճղճի մարարքներով, եթե կրկնում եմ մտահոգությունները արդարանա, եթե ինչ-որ մեկին թվում է սրանով կարանից լռեցնեն, չարաչար սխալվում են։ Որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ կարող են
ինչ որ կերպ ինձ ասենց մեսիջներ հասնել։ Արել են, չի ստացվել, ինչքան էլ անեն, չի ստացվելու։ Ինչքան ուժ կարողականություն ունեմ, պայքարելու ես ապօրինի ռեժիմի դեմ, որ ի վերջո այս երկրում լինի օրինականություն, ի վերջում այս երկրում արժանավոր մարդիկ լինեն իշխանության ղեկին, ոչ թե թուրքերի, ադրբեջանցիների ցանկությունները կատարող սեփական ժողովրդի մասին զրո մտահոգություն ունեցող։ Շնորհակալություն, իսկ մեր հայրենակիցներին հիշեցնեմ, որ մեր նկարահանող խումբը Լվովյան 13 հասցեում է ահազանգի հետ